Պարզվում վերջին շրջանում մենք պարբերաբար ահազանգեցնալու քաղաքացիներից նրանք պնդում են, որ նախորդ տարվա հունվարի համեմատ այս տարի հունվարին 2-3 անգամ ավելի շատ են վճարումներ կատարում էլեկտրոցանցերից օգտվելու համար։ Ինչպես եք դուք սա գնահատում, ինչով եք պայմանավորվում, արդյոք այստեղ տեսնում եք կոռուպցիոն սխեմաներ եւ եթե նման բան կա, ինչ է կարծում եք լուծվեն այս խնդիրները կամ մեղադրները։ Մեր կառավարման առաջ չեն դողանում բոլորը ըստ հայտարարության, բայց ամեն դեպքում քաղաքական հայտարարություն է։ Տեսեք, մեր ժամանակ գոյություն ուներ հստակ սխեմա աշխատանքային, ինչ պետք է արվեր յուրաքանչյուր բողոք ստանալուց։ Եվ բազմաթիվ պետական մարմիններ, որի գլխին այսպես վերևում կանգնած էր հանրենցարոշների կարգող հանձնաժողովը, հսկողություն էին սահմանում։ Եթե մենք անգամ շատ չուզենայինք, ինչ-որ բան կոծկեինք եւ այլն, հնարավոր չէր, որովհետեւ այդ մարմինները կային աշխատում էին եւ այսպես մեզ կեղծիքի մեջ մեղադրելու են եւ ունենալու էր արդյունք։ Հիմա ես ձեզ անկեղծ ասում եմ, ոչ ոք, ոչ մի պետական մարմին, մեկ անգամ ասել եմ, հիմա կրկնում եմ, ոչ մի պետական մարմին որևիցե ձևով չի սաստում, չգիտեմ, ստուգում, մտցնում, հեծում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է անպատժելիություն, դա նշանակում է նույն ձեր ասած ենթադրյալ կոռուպցիայի դրսևորումներ, որովհետև այն 6 կետերից է, որի համար մենք զրկվեցինք լիցենզիայից, հավելագրումներ կոչված են, միջազգայինորեն իրենք էլ հայտարարեցին, որ դրա այսպես համակարգվածությունը չի ապացուցվել։ Ինչ է նշանակում հավելագրում։ Հիմա մենք փակել ենք ինչ-որ կորուստի չափ 13.5%-ից 6.5% մոտավորապես։ Հիմա իրենք ինչ են անում։ Ասում են մենք որ կորուստը ավելի շատ փակենք, քան իրանք են, կստացվի վատ են կառավարում, որովհետև կորուստի տոկոսից անմիջական կախված է սակագինը։ Ինչ անեն, որ չեն կարողանում ճիշտ աշխատել, որ նույնը փակեն, ինչ անեն, բնականաբար ենթադրում եմ, չունեմ փաստեր ձեռքումս, բայց հաշվի առնելով, որ աղմուկը շատ մեծ է, նաև ենթադրում եմ, որ այդպես կլինի։ Ինչ պետք է անել, պետք է հավելագրում անել։ Մարդկանց վրա ավել գրել, որպեսզի կորուստի տոկոսը կանգնի նույնը եւ չասեն Սամվել Կարապետյանի կառավարման օրոքեց ավելի լավ էր աշխատում։ Էլի գնում ենք նույն անձնական շահագրգռվածությունից ելնելով ինչ-որ քայլերի։ Ես ճիշտ ասած առավոտյան մի գրասենյակի մոտով էի անցնում, տեսա, որ բավականին հերթ էր։ Մեր սպասարկման գրասենյակներից մեկի կողքով էի անցնում, բավականին հերթ էր, կարծում եմ, որ դրա հետ էր կապված։ Բայց մի մտածեք, հիմա կասեն իրենք են արել այն ժամանակվա ասֆալտը քանդվեց, որովհետև տենց նույն բանն է։ Սրան զուգահեռ ահազանգերին զուգահեռ ՀՑԿ-ն մարմնի ղեկավարը երեք հայտարարում է, որ մարդիկ փողոցում իրեն մոտենում են ու շնորհակալություն են հայտնում, որ սպառազինի վճարները 3-ից 5,000 դրամ նվազել են նոր կառավարիչ նշանակելուց հետո։ Սրանց ձեր արձագանքը ո՞րն է։ Գիշեք մի դերասան շոու բիզնեսի հետ կապված մեկը կար չէ, որ ասում է երջանկացել են բան։ Հիմա ըստ էության ձեր կողմից նշված անձը երկրորդ երջանկացողն է։ Չգիտեմ ինքը որ փողոցներով է քայլում, որտեղով է քայլում, ամեն դեպքում մենք խոսում ենք փաստերով։ Մենք չենք ասել երբևիցե հանձնաժողովում մեզ եկել շնորհակալություն են հայտնել։ Մենք խոսել ենք թվերով, խոսել ենք փաստերով։ Հիմա իրենք խոսում են ինչ-որ ամենայն դեպս փաստացի գոյություն չունեցող ու շեշտում էլ է, չէ՞ ոնց որ անծանոթ։ Հիմա ենթադրվում է, որ այդ անծանոթ մարդկանց չի կարող գտնել, չեն կարող այդ բան հիմնավորել։ Կարող ենք արդյոք մտածել, որ դա ընդամենը այսպես հեքիաթ էր հորինված, որպեսզի ծածկի բոլոր կողմերի կամ։ Եվ ամենակարևորը ասում է ժողովուրդը նորից կրկնեմ, շատ ինձ անկեղծ ասեմ, շատ վիրավորական է, ժողովուրդը բողոքում է, որովհետև տեղյակ չէ օրենքներից։ Տարբեր է։ Թող երջանիկ լինեն ամեն դեպքում։